Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք Վաղարշ II թագավորի եւ Հայաստանում Արշակունյա ծառայատոմի ժառանգական դառնալու մասին։ Չափազանց կարևոր է Հայաստանում ժառանգական արքայատոմի առկայությունը, որովհետև դրանով թագավորական իշխանությունը բավական մեծ կայունություն էր ստանում եւ ավելի անկախ էր դառնում օտար աշխարհակալ տերությունների հաստատումից, որքան էլ որ նրանք ֆորմալ, այսինքն իրավական տեսանկյունից հաստատում էին էլի հայոց թագավորին, կոնկրետ այս դեպքում նրա հաջորդ երկու թագավորներին, այնուամենայնիվ մենք գործ ունենք արդեն ժառանգաբար փոխանցվող իշխանության հետ եւ հաշվի էին նստում այս իրավիճակի հետ արդեն նաեւ օտար աշխարհակալ տիրակալները։ Այսպիսով այսօր խոսելու ենք Վաղարշ II եւ Արշակունյա ծառայատոմի ժառանգական դառնալու մասին։ Երկրորդ դարում Արշակունյաց Հայաստանը բավական լուրջ փորձությունների առաջ է կանգնում։ Մենք նախընթաց հաղորդումներից մեկում խոսել ենք դերածո արքաների շրջանի մասին եւ այնուհետեւ անդրադարձել ենք նրան, որ Տրթատ առաջինի գահակալությամբ Հայաստանում հաստատվում է Արշակունների արքայատոմը եւ ավարտվում է դերածո արքաների ժամանակաշրջանը։ Մենք առանձին հաղորդմամբ նաև անդրադարձել ենք Արշակունների արքայատոմին ընդհանրական առումով։ Այսօր խոսելով ժառանգական արքայատոմի հաստատման մասին, տեսնենք թե ինչ իրադարձություններ են նախորդել դրան եւ ձևավորել հայկական ավականու մոտ այն տեսակետ եւ անհրաժեշտությունը, որ պետք է ունենալ սեփական ժառանգական արքայատոմ։ Մենք ունենք հետեւյալ իրավիճակը։ 62 թվականի Հռանդիայի ճակատամարտից հետո պարտված հռոմեական կողմը փաստորեն գնացել էր ընդառաջ պարթևահայկական այն օրակարգին, որ Հայաստանում պետք է իշխի Արշակունի թագավոր, պարթևների թագավորի առաջարկով եւ փաստորեն հռոմեական կայսեր հաստատմամբ։ Եւ այսպես էլ գահակալում է արդեն հայոց առաջին Արշակունի թագավոր այս արքայատոմի առաջին ներկայացուցիչ Տրթատ առաջինը 66-ից 88 թվականներին։ Տրթատին հաջորդած Սանատրու կարգան գահակալում է 88-ից 110 թվականներին եւ նա Տրթատի զավակը չէր։ Այս իրականությունը հաստատումն էր Հռանդիայի պայմանագրի 64 թվականին կնքված, որ նորից տեխնացուին առաջադրում է պարթևական արքայից արքան եւ նրան հաստատում է հռոմեական կայսրը։ Իրավիճակը փոխվում է 110-14 թվականների իրադարձությունների բերումով։ Գահակալում է նախ 110-13 թվականներին Աշխադարը, այնուհետև հաշվի առնելով նրա կապերը հռոմեական ավականու հետ, արագ պարթևները փոխում են նրան նրա եղբոր Պարթամասիրի հետ առանց համաձայնեցնելու Հռոմի հետ։ Սա իհարկե Հռոմի համար պատրվակ էր, այդ ժամանակ այնտեղ իշխող Տրայանոս կայսրը օգտագործելով այս պատրվակը որոշում է միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ իրագործել Հռոմի վաղեմի նպատակը՝ Հայաստանը վերածելու պրովինցիայի։ Տրայանոս կայսեր օրոք հռոմեական կայսրությունը հասել է իր տարածքային առավելագույն սահմաններին։ Նա օրինակ ներխուժել էր Դակիա, ժամանակակից Ռումինիայի տարածքներ նվաճել եւ նաեւ այլ ուղղություններով լուրջ հաջողությունների էր հասել եւ հիմա ցանկանում էր Պարթևստանի նկատմամբ հաջողության հասնել, նվաճել Հայաստանը, Միջագետքը եւ ինչու ոչ փորձել հասնել մինչև Պարսից ծոց։ Եվ նրան հաջողում է սկզբնապես ունենալ լավ ձեռքբերումներ եւ նա նախ 114 թվականին Պարթամասիրի սպանությունն է կազմակերպում, ներխուժում է Հայաստան, գրավում է տարածքը եւ հայոց պատմության մեջ առաջին անգամ մեծ հայք հռչակում է Հռոմի պրովինցիա։ Բայց այս իրավիճակը երկար չի պահպանվում, որովհետեւ Տրայանոս կայսեր նվաճումները որքան էլ որ բավական նշանակալի էին, այնուամենայնիվ նրա գրաված տարածքներում հնարավոր չեղավ հռոմեական գերիշխանությունը հաստատել եւ արդեն հաջորդ կայսր Հադրիանոսը ունենալով մտավախություններ, որ հռոմեական ազդեցությունը ոչ միայն Միջագետքում եւ Հայաստանում կարող է խաթարվել, այլ նաեւ նրանք կարող է Ասորիքից դուրս մղվեն, Սիրիա պրովինցիան կորցնեն, դրա համար նրանք շատ արագ գնացին պարթևների հետ բանակցությունների եւ որոշեցին վերականգնել նախապատերազմական իրավիճակը։ 117 թվականին
նրանք վերջնականապես դուրս են բերում բոլոր զորքերը Եփրատից դեպի արևմուտք եւ այս առումով մեծ հայքի թագավորությունը նորից ունի նույն իրավիճակը, ինչ ուներ Հռանդեայի պայմանագրից հետո։ Հայոց թագավորի թեկնածու է առաջադրվում Վաղարշ առաջինը եւ հռոմեական կողմը ճանաչում է նրա գահակալությունը եւ Վաղարշը խաղաղությամբ գահակալում է շուրջ 23 տարի, 117-ից 140 թվականներին, որոշ մասնագետներ կարծում են մինչև 144 թվականը եւ Վաղարշի գահակալությունը իհարկե առանձնահատուկ աչքի են կնում, իհարկե Վաղարշապատ մայրաքաղաքի հիմնադրմամբ եւ այս քաղաքը մենք գիտենք, որ նախկին Վարդգեսավան ավանի տեղում է կառուցվել, պարսպապատվել, ամրացվել է, մեծացվել է այս տարածքը եւ հայտնի էր սկզբնաղբյուրներում այն որպես նոր քաղաք եւ այս քաղաքում հետագայում պետք է նոր աշխատանքներ կատարի նաեւ Վաղարշ II-ը։ Իդեպ հետարքիր է այստեղ շարունակականությունը, որ տրվում է տարբեր արքաների եւ արքայատոհմերի գործնեության մեջ, բանն այն է, որ Վարդգեսը ըստ Մովսես խորենացում էր պատմահոր Երվանդ առաջին Սակավակյացի փեսան էր եւ նրա հիմնած ավանը փաստորեն Երվանդուհիների հայկազուն երվանդականների ժամանակներից էր գալիս եւ նաեւ շատ հետաքրքիր է, որ այս ընդհանրական կապը հայկազուն առաջին թագավորներից մեկի հետ հետագայում պետք է վերափոխվի քրիստոնեության մուտքի շրջանի եւ հենց այստեղ պետք է հիմնվի մայր տաճարը, Սուրբ Էջմիածնի մայր տաճարը հենց Վաղարշապատում։ Այս հետաքրքիր խորհրդաբանությունը իհարկե ցույց է տալիս մեր պատմագրական մտքի մեջ գերիշխող այն կարևոր մտայնությունը, որ պետք էր Հայկ Նահապետի սերունդների հետ կապել հայոց պատմության ամբողջ շղթան եւ հարյուրամյակներով տանել հասցնել մինչեւ Ոսկեդարյան ժամանակաշրջանը, որում ապրում եւ ստեղծագործում էր հենց Մովսես խորենացը։ Վաղարշ առաջինից հետո մենք տեսնում ենք, որ Հռոմը օգտվում է Պարթևստանի ներսում եղած սուր հակասություններից, մասնավորապես այդ ժամանակ երկու հավակնորդներ, գահի համար հավակնորդ Վաղարշ III եւ Միհրդադ IV-ը միմյանց դեմ անզիջում պայքար էին մղում եւ փաստացի պետությունը երկփեղկվել էր եւ թուլացած վիճակում չէր կարող դիմագրավել հռոմեական կայսրությանը։ Եվ նման իրավիճակում հռոմեական կայսրությունը առանց պարթևների կարծիքը հաշվի առնելու եւ որ ամենակարևորն է առանց հայկական ավականու տեսակետը որևէ կերպ դիտարկելու հայոց թագավոր է դարձնում Սոհեմոսին։ Հռոմեական պատմագրությունը պնդում է, որ Սոհեմոսը եղել է հռոմեական սենատի ծերակույտի անդամ եւ նույնիսկ կարճ ժամանակ կոնսուլի պաշտոն է զբաղեցրել եւ որքան էլ որ տարբեր աղբյուրներ փորձում են նրան կապել երբեմնի դրածո Տիգրան 5-րդ եւ Տիգրան 6-րդ արքաների հետ, նույնիսկ որոշ պատմաբաններ փորձում են նրան մայրական գծով Արտաշեսյան ներկայացնել, այնուամենայնիվ այս ամենը հաստատող որևէ հստակ տվյալ չկա։ Եվ ստացվում է, որ Հայաստանում վերստին դրածո արքա է նշանակվել եւ նրա գահակալությունը բնականաբար հայկական վերնախավի մոտ սուր դժգոհություն է առաջ բերում։ Մի բան է, որ իհարկե հայկական ավականին այլևս չէր ցանկանում, որ իրենց թագավորի հարցը լուծեն պարթևները եւ հռոմեացիները համաձայնությամբ, որքան էլ որ ժամանակին Կրթատ առաջինի գահակալությունը հենց հայոց վերնախավի ավականու կողմից հրավիրված աշխարհաժողովի արդյունք էր, այնուամենայնիվ մեր ավականին հոգնել էր շարունակաբար այն վիճակից, որ պարթևները մի որևէ մեկի առաջադրում էին եւ հռոմեացիները հաստատում էին եւ երբ որ խախտվում էր ուժերի բալանսը տարածաշրջանում, այս պետություններից որևէ մեկը ավելի ուժեղ էր լինում մյուսը, ինչ որ ներքին խնդիրների պատճառով թուլանում էր, հանկարծ մյուս կողմը փորձում էր Հայաստանում հաստատել իր լիարժեք գերիշխանությունը։ Եվ իհարկե այս վիճակին անհրաժեշտ էր վերջ տալ, վերջ դնել եւ մեր ավականին փորձում է աստիճանաբար նոր դիրքերից իրեն դրսևորել։ Նման իրավիճակում 161 թվականին արդեն Պարթևստանում գահակալական այս պայքարի շրջանից հետո միավորման հասցրած պետությունը միավորած Վաղարշ IV-ը անցնում է վճռական գործողությունների։ Նա որոշում է, որ պետք է վերականգնվի Հռանդեայի պայմանագրով սահմանված կարգը եւ որոշում է, որ պետք է Հայաստանում դրվի
իր համար ցանկալի թագավոր եւ փորձեն հասնել Հռոմի հաստատմանը։ Սակայն ի սկզբանե պարզ էր, որ սա նոր պատերազմի եւ նոր հակամարտության սկիզբ է դառնալու եւ Հռոմը բացարձակապես չէր պատրաստվելու հաստատել այս նոր հավակնորդին։ Եվ ահա հռոմեական բանակներին հաղթելով Պարթևական արքան Հայաստանում գահին է բազմեցնում արդեն իրենց համար ցանկալի եւ իրենց արքայատոհմի ներկայացուցիչ Բաքուր Արշակունը 161-ից 163 թվականներին նա Հայաստանում գահակալում է եւ դատելով հռոմեական սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից նրա գահակալությունը հայկական ավականու համար բավական ցանկալի է եղել, որովհետեւ նրանք պաշտպանել են Պարթևական բանակի գործողությունները Հայաստանում եւ դեմ են հանդես եկել հռոմեական ուժերին։ Այն, որ Անտոնինոս Սպիոս կայսրը առանց տեղական ավականու հետ խորհրդակցելու եւ Պարթևական շահերը հաշվի առնելու Հայաստանում միանձնյա փաստորեն նշանակել էր Սոհեմոսին թագավոր, բնականաբար առիթ է տվել, որ սկզբնաղբյուրներում բավական բացասական գույներով ներկայացվի Սոհեմոսի գահակալությունը Հայաստանում։ Եվ բնական է, որ մեր ավականին ըմբոստանում է եւ կարողանում է լուրջ հաջողությունների հասնել։ Պարթևական կողմը այս ամենը գնահատում է որպես իր ազդեցության մեծացման հնարավորություն Հայաստանում, բայց այդ ժամանակ հռոմեական կայսրությունն անցնում է վճռական գործողությունների։ Հռոմեական երկու զուգահեռ գահակալող կայսրերը Մարկոս Ավրելիոս եւ Լուկիոս Վերոսը Հայաստան են ուղարկում նոր զորքեր եւ նրանք կարողանում են սկզբնական որոշ անհաջողություններից հետո հասնել լրջագույն հաջողությունների եւ 163 թվականին Բաքուրը եւ նրա եղբայրը գերեվարվում են Հայաստանից տարվում են Հռոմ։ Հետաքրքրական է, որ Բաքուրին եւ նրա եղբորը գերեվարելով տանելով Հռոմ այստեղ պահում են առանձնաշնորհյալ պատանդի կարգավիճակում եւ պահպանում են նրա թագավոր հայոց մեծած տիտղոսը։ Այս առումով իհարկե Բաքուրը փաստորեն մեր ավականու համար հատկապես շարունակում էր մնալ հայոց թագավոր, բայց հռոմեացիները իհարկե չէին ցանկանում այս օրակարգը բուն Հայաստանում տեսնել։ Այնուհանդերձ Հայաստանում անգամ հռոմեացիների այս հաջողությունից հետո տեսնում ենք, որ նոր ըմբոստություն է առաջանում, այս նոր ըմբոստությունը գլխավորում է Տրթատ իշխանը եւ նույնիսկ հռոմեական հեղինակները գնահատում են սա արդեն որպես առանձին հայկական ուղեգիծ, անկախ պարթևների վարած քաղաքականությունից, այսինքն մեր ավականին ցանկանում է տեսնել սեփական թագավոր իր գահի վրա եւ ամենևին չի համակերպվում այն նախկին մոդելի հետ, որ գոյություն ուներ հայոց գահի հարցում։ Այնուամենայնիվ 164 թվականին հռոմեացիները կարողանում են ճնշել նաեւ Տրթատ իշխանի բարձրացրած ապստամբությունը եւ նրան աքսորում են այդ ժամանակ ամենադժոխային աքսորավայրը հռոմեական կայսրության Բրիտանիա։ Եվ ստացվում է, որ նորից հայոց գահին նրանք բազմեցնում են Սոհեմոս թագավորին։ Սոհեմոսի գահակալությունը տևել է մինչև մոտ 185 թվականը եւ բնականաբար նրա մահվանից հետո բավական տեղական օրակարգը պետք է ավելի սուր դրսևորումներ ունենար, որովհետեւ երբեք նրա գահակալության հետ չեն հաշտվել։ Եթե մենք դիտարկում ենք պատմար Մովսես Խորենացու տեղեկությունները, ապա Տիգրան վերջին անունով արքա է իշխել, որին պատմաբանների մի մասը սխալմամբ նույնացրել է նույն Սոհեմոսի հետ, բայց օրինակ լուսահոգի պատմաբան Բաբկեն Հարությունյանը կարծում էր, որ նրանք առանձին թագավորներ են եւ պատահական չէր համարում Խորենացու այն տեղեկությունը, որ Տիգրան վերջինին հաջորդում է նրա որդի Վաղարշ երկրորդը։ Վաղարշը չէր կարող լինել Սոհեմոսի որդին, դեպաբար սա առանձին թագավոր է, որի մասին մենք տեսնում ենք Խորենացու մոտ տեղեկություններից։ Վաղարշ երկրորդի գահակալությունը աչքի ընկնում մի շարք հետաքրքիր գծերով։ Նախ նա օգտվում է Պարթևստանի ներսում երկպառակտչական կռիվներից, թուլացած վիճակից, ձգտում է ամբողջովին անկախ ուղեգիծ տանել իր արտաքին քաղաքականության մեջ եւ որ շատ կարևոր է նաեւ ներքին քաղաքականության հարցերում եւ ի սկզբանե որդեգրում է մի ուղեգիծ, որը պետք է տաներ ժառանգական արքայատոհմի հաստատմանը։ Սա շատ կարևոր, չափազանց կարևոր պատմական իրադարձություն էր, որովհետեւ եթե գահաժառանգը իր մանկությունից սկսած մեծանում էր հայրենի արքունիքում, ուներ հայկական վերնախավից նշանակված խնամակալներ, որոնք մանկուց նրան դաստիարակում էին որպես հայոց պետական ավանդույթների կրող եւ Հայաստանի ազգային պետական շահերից հանդես եկող անձնավորություն եւ պետական այր։ Պատահական մարդ չէր լինում այս անձնավորությունը։
Եվ իբրև գերագույն գլխավոր հրամանատար նա մանկուց սովորում էր եւ մարտավարություն, եւ ռազմավարություն, թե աշխարհաքաղաքականության մեջ, եւ թե մարտի դաշտում։ Նա որպես քաջ ռազմիկ էր ձևավորվում մանկուց ստանալով համապատասխան գիտելիքներ եւ ֆիզիկական դաստիարակություն։ Գահաժառանգը հայոց արքունիքում խնամակալների միջոցով նաեւ սովորում էր ինչպես ճիշտ պետական ընդունելությունների ժամանակ էթիկետ դրսևորի, թե արտաքին պատվիրակություններ ընդունելիս, եւ թե ներքին հարցերում, նախարարների հետ շփումներում։ Ստացվում է, որ լրիվ նոր իրավիճակի հետ ենք մենք գործ ունենում եւ չափազանց կարեւոր է այս նոր իրողությունների ամրագրումը Հայաստանում։ Վաղարշ երկրորդի գործունեության առանցքում հետաքրքիր է, որ Մովսես Խորենացին ներկայացնում է Վաղարշավանի հիմնադրումը եւ նշում է, որ այս ավանը հիմնադրվել է այն վայրում, որտեղ որ նա ծնվել է։ Մյուս կողմից նա ներկայացնում է, որ շարունակվել է բարեշինման աշխատանքը Վաղարշապատում եւ քաղաքը ամրապնդվել է։ Բայց Վաղարշի մասին հիշատակություններին անդրադառնալիս չափազանց կարևոր է անտիկ սկզբնաղբյուրներում հունահռոմեական պատմագրության մեջ հռոմեական տեսանկյունից նրա քաղաքականության դիտարկումը։ Հռոմեական պատմագրությունը դիտարկում է այս անձնավորությանը իբրև մարդ, ով որ ձգտում էր պարթևական ուղեգծից լիակատար անջատ գործել եւ Հռոմին բավական բարեկամաբար էր տրամադրված։ Հռոմի հետ հարաբերությունները սկզբնական շրջանում միանշանակ չէին։ Բանն այն է, որ հռոմեական կայազորների միջոցով էր Սոհեմոսը իր իշխանությունը Հայաստանում պահպանում եւ երկրորդ դարում այդ կայազորները տեղակայված էին Արտաշատում եւ Վաղարշապատում։ Սա սոսկալի իրավիճակ էր Հայաստանի համար, ստացվում է, որ հռոմեական կայսրությունը այս ռազմաբազաների միջոցով ցույց էր տալիս, որ հայոց թագավորը հենց իրենց որոշած օրակարգով պետք է շարժվեր, չէ՞ որ Սոհեմոսը հենց այդ ռազմաբազաների միջոցով էր Հայաստանում կարողացել գրավել իշխանությունը վերջնականապես։ Եվ բնականաբար Վաղարշը բավական զգուշավոր է եւ ահա առիթ է առաջանում Հռոմի հետ հարաբերությունները հորիզոնական հարթության վրա հաստատելու։ Բանն այն է, որ Հռոմում գահի համար պայքար էր ընթանում երկու բավական հավակնոտ թեկնածուների միջև՝ Սեպտիմիոս Սևերոսի եւ Նիգերի միջև։ Պլեսենիոս Նիգերը Հռոմի արևելյան զորքերի հրամանատարն էր եւ սահմանակից էր նրա ստորաբաժանումների դասավորությունը փաստորեն Հայաստանի տարածքին եւ առաջնային վտանգ կարող էր, որ Նիգերը կարող է Հայաստանի վրա հարձակվի եւ ներքաղաքական պայքարում Նիգերը պահանջում է հայոց թագավորից, որ նա անցնի իր կողմը եւ Սեպտիմիոս Սևերոսի դեմ գործի։ Բայց ի պատիվ հայոց թագավորի նա ճիշտ է գնահատում այդ ժամանակ գոյություն ունեցող ուժերի դասավորությունը եւ մերժում է Նիգերի առաջարկը եւ հետագայում Սեպտիմիոս Սևերոսը հասնում է հաջողության եւ երբ սկզբնական շրջանում նա նպատակադրված էր Վաղարշի դեմ գործողություններ իրականացնել եւ մեծ հայքում հաստատել հռոմեական ավելի մեծ ներկայություն, Վաղարշը նրան բավական հստակ ուղերձներով պատվիրակություն է ուղարկում եւ տեղի ունենում բանակցություններ, Վաղարշը հավաստիացնում է, որ հնարավոր է երկու պետությունների միջև ձևավորել ռազմավարական գործընկերություն եւ շատ հետաքրքիր է իր ժամանակաշրջանի համար կոլեկտիվ անվտանգության յուրահատուկ մի համակարգ։ Սա ես հատուկ այսօրվա տերմինաբանությամբ, այսօրվա հասկացություններով եմ ասում միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, կոլեկտիվ անվտանգության համակարգեր եղել են նաեւ հնում եւ պարզվում է, որ Հայաստանում գտնվող հռոմեական կայազորների փոխարեն հայոց թագավորն առաջարկում է, որ դրանք դուրս բերվեն Հայաստանից եւ հայկական բանակը հսկի ընդհանուր քաղաքակրթական սահմանը, Ալանած դուռ կոչված հատվածը, այսինքն հյուսիսային Կովկասից հնարավոր ներխուժումները դեպի տարածաշրջան հայկական զինուժի միջոցով կանխվեն։ Մենք ինչպես գիտենք, հայկական 4000-անոց զորաբանակներ կային եւ զորանամակի տվյալներում է դա նույնիսկ երևում Վիրքի եւ Աղվանքի տարածքում եւ ահա հայոց թագավորն առաջարկում էր, որ դրանց դրամը տրամադրի Հռոմը, իսկ դրանց պահպանությունը ֆիզիկապես իրականացնի հայկական բանակը, այսինքն հայ զինվորը հռոմեական գումարով պահպանելու էր այդ լեռնանցքները եւ դրանք ընկալվելու են իբրև միասնական քաղաքակրթական սահման։ Եվ սա բավական ձեռնտու էր հռոմեական կայսրությանը, որովհետեւ սկսվել էր հռոմեական կայսրության սահմանների երկայնքով բավական ակտիվ միգրացիոն գործընթաց,
Այն ցեղերը, որոնց Հռոմն անվանում էին բարբարոսներ, այսինքն զարգացման մակարդակով ավելի ցածր իրենց կողմից դիտարկվող ցեղերը, անցնում էին սահմանը, մեծ խնդիր էին դառնում նրանց համար։ Եվ եթե օրինակ հայոց թագավորությունը կանգնեցներ նրանց Հյուսիսային Կովկասի լեռնանցքների հատվածում, ապա հռոմեական սահմանը, հատկապես մերձծովյան նրանց տարածքները շատ ավելի ապահով կլինեին, քան մինչև այդ էին։ Եվ նման իրավիճակում համաձայնությունը կայանում է, Վաղարշը նրան նվերներ, դրամներ եւ բավական այսպես լավ միջոցներ է ուղարկում եւ ի վերջո հաստատվում է այս պետությունների միջև այս նոր ձևաչափով համագործակցությունը, որը տալիս է իր ցանկալի պտուղները։ Մի կողմից Պարթևստանը այլևս չի կարողանում միջամտել հայոց թագավորության ներքին գործերին, մեր արշակունները հստակ առանձնանում են եւ լրիվ ինքնուրույն ճյուղ են դառնում, բալանսավորելով Հռոմի եւ Պարթևստանի փաստորեն ազդեցությունը հայոց։ Նոր համակարգը իհարկե մի կողմից բավական շահեկան էր, բայց մյուս կողմից պարտավորեցնող էր եւ Վաղարշ II-ը իր գահակալության վերջին տարում 198 թվականին Հյուսիսային Կովկասի տափաստանային շրջաններում մի քանի ցեղերից կազմված միությունը, որի մեջ մտնում էին սարմատական բասիլների ցեղը, նաեւ թյուրքական ծագմամբ խազարները եւ բազմաթիվ այլ ցեղեր ներխուժում են տարածաշրջան եւ կարողանում է հայոց թագավորը ճակատամարտում նրանց պարտության մատնել, այնուհետև մեր ուժերն անցնում են հակահարձակման եւ ներխուժելով արդեն անցնելով փաստորեն ճորապահակի գիծը ժամանակակից Դաղստանի տարածքում են հայտնվում եւ վերջնականապես ջախջախում են նրանց զորքերին։ Այնուհանդերձ 198 թվականին այս ճակատամարտում զոհվում է հայոց թագավորը։ Ճակատամարտում Վաղարշ II-ի վախճանը մի կողմից իհարկե ավարտին է հասնում բավական հետարքիր քաղաքական ուղեգիծ ունեցող թագավորի գահակալությունը, բայց մյուս կողմից նաև ճանապարհ է բացում թագավորության ժառանգական արքայատոհմի համար։ Նրա մահվանից անմիջապես հետո հայոց թագավորը դառնում Խոսրով I-ը։ Եվ այս իրականության հետ ի սկզբանե հաշտ էին եւ հռոմեական կայսրությունը եւ Պարթևստանը, որովհետև մի կողմից Պարթևստանը ընկնված էր իր ներքաղաքական բավական խորը հակասությունների մեջ, իսկ մյուս կողմից Հռոմը հաշվի էր առնում, որ Հայաստանը իր համար բավականին պես ցանկալի քաղաքական ուղեգիծ էր դրսևորում տարածաշրջանում։ Հետագայում Խոսրովի գահակալության վերջին շրջանում բավական վատ եւ ստոր ձևով է իրեն պահում Սեպտիմիոս Սևերոսից հետո գահակալած Կարակալա կայսրը, ով որ հայոց թագավորին կեղծավորաբար հրավիրելով իր մոտ կալանավորում է եւ միայն հետագայում նրա հաջորդ կայսրը ճանաչում է արդեն նրա որդի Տրթատին իբրև հայոց թագավոր եւ ուղարկում է նրան նաեւ թագավորական համապատասխան նշանները։ Այս առումով իհարկե արդեն փաստ է դառնում, որ մի քանի թագավորների գահակալությամբ Հայաստանում արշակունների գահակալությունը դառնում է ժառանգական եւ այս գործի ամբողջ իհարկե արժանիքը ընկած էր Վաղարշ II-ի ուսը։ Մեր պատմությունը հաղորդաշարի այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։